Սիրելիներս ողջույն բոլորին, ես ուզեցի սկսել նոր վլոգ և նոր վլոգը սկսել այս հաճելի տեսարանից, որովհետև Դավն ու Խորենը գնացել էին նկարչության խմբակ, վերադարձան, ինչպես միշտ Դավը ինձ բերել է ծաղիկներ և նաև մի քանի գնումներ, այստեղ լոլիկով ձվածեղ կսարքեմ, երեխեք ջան, լամպոչկա, մեր հյուրասենյակի լամպոչկան է անջատվել, այս ատնառազվի տոպրակներից միշտ ունենում ենք, ձիթապտուղ, հավկիթ, այստեղ լավաշ, վարունգ, բանան, պաղպաղակ, քյուրթա և մի քանի մանր-մունր բաներ։ Ահա այսպիսի գնումներ, հեսա այս ծաղիկներս այդքան չէ, չեմ դել նետի, ուզում եմ ասել դեն կնետեմ, նորը կտնեմ, հասկացա, որ դեռ պահպանած է իր տեսքը ընդհանուր, 1-2 օր էլ կծառայի։ Բարի դիտում ձեզ բոլորիդ։ Բան զավատե կուվի կնգա։ Ապրիմ տղան, հավես։ Հա, իդեպ այս պատը հիմա կասեք ինչի է այսպես, բանը այս Խորենի այսա, դրած էր այս պատին, հա, հետևի մասը իրա մի քիչ քերել էր պատը, ես որոշեցի զամասկա ունենք, բայց չգիտես ինչի զամասկա չարեցի այդ հատվածը, ասեցի լավ ներք ունեմ, մի հատ սենց անցնեմ վրայով, ներքի երևի գույնը նստել էր պիգմենտը տակը ու մի տեսակ սենց որ հիմա չնայած իրականում շատ ավելի աննշան է, ես ձեզ քանիցս ասել եմ, որ կադրը միշտ ամեն ինչ շատ ավելի սուրացույց տալիս, իրական աչքով որ նայեք, համարյա տարբերություն չեք տեսնի, կադրում ավելի սպիտակ է երևում, երևի պիտի խառնեի, ամեն դեպքում այդ ներքից էլի ունեմ, հաջորդ անգամ նախ զամասկայով այդ փոսիկը կփակեմ, այս պատը շատ սենց փափուկ ոնց որ կարագի պես սենց շատ հեշտությամբ իրան կարելի է քերել, էլի վնասել, դա համար մի քիչ զամասկայով այդ կշտկեմ ու արդեն գույնը ավելի հենց այս լիմոննին մոտ կներկեմ, դա կանեմ ինձ թվում է ամառը, մեկ-մեկ հանում եմ ներկը, սկսում եմ ինչ-որ թերությունները փակել, էլի, ուղղակի կադրում այնքան ցցուն է երևում, ինչ ներվայնանում եմ, չէ խոր։ Դի զամասկայով դզեի նոր ներկել։ Անջան, մեկը անդհատե կարիքցիելով ենք։ Հա, սրտիկս, սուրճ խմենք։ Խեք ջան, ես դուրս եմ եկել, այսօր ոչ մի պլան, ոչ մի գնալու տեղ չունեի, ուղղակի ուզում էի քայլել, դրա համար շագամերս միացրել եմ և ոտքով պլանավորում եմ հասնել մինչև Վրասիա և հակառակը տուն։ Եկա մի քիչ նստեցի այս նստարանին, ոչ թե հանգստանալու համար, ուղղակի ուզեցի մի պահ թուլանալ, կանգ առնել, որովհետև ես նկատել եմ մեր կյանքում ինչքան շատ է ռիթմը, ամեն ինչ ռիթմով ենք անում։ Մեկ-մեկ սովորական հաց ուտելը կամ դիմահար դավելը զգում եմ ինչ ահռելի տեմպով եմ անում, այն տեմպով, որը պետք չի, որովհետև այդ բան ոչ ուշանում է, ոչ էլ ինչ-որ ուրիշ խնդիր կա, բայց այդ տեմպը դարձել է մեր արյան ինչ-որ բաղկացուցիչը, ելնելով մեր օրյա կյանքի, հա, ռիթմից ու ես մեկ-մեկ ուզում եմ այդ ռիթմը ստոպ տամ ու պրոստը վայելեմ լռությունը, այդ խաղաղությունը, գիտեմ, իստում այդ մեզ պետք է մի քիչ ներկա գալ, ներկայում ապրել, այդ անընդհատ շտապողականությունից ազատվել, փորձում եմ դա անել, այսինքն պահը զգալ, պահը ապրել, օրինակ հիմա այլ նկարում եմ, զգում եմ, որ բոլորը ինձ են նայում անցնելիս, թեև արդեն բլոգինգը այսքան տարածվել է, բան, բայց մեկը այդ ուշադրությունը հրավիրում, փորձում եմ չնկատել, իմ վայբով, իմ տեմպով առաջ շարժվել, ու այնպես առաջ շարժվել, ինչպես ես եմ։ Վրասյան տվեցի, անցա, գնում եմ հրապարակ, չգիտեմ հետո ոտքով այսքանը կկարողանամ գալ թե ոչ, բայց եթե չկարողանամ էլ մետրոյով կգամ, ակի չուզեցի ավելի երկար քայլել եմ, ինչ-որ նոր տարածքներով քայլել, ինձ նայր այնքան մարդաշատ է քաղաքը այս ժամին, ումա երեկոյան պիտի ավելի մարդաշատ լինի, բայց այդպես չի, միշտ այս կադրը ներքևից եմ դնում, որ այլ մարդկանց դեմքեր հնարավորինս կադրումը չհայտնվեն։ Հասա կարապի լիճ երեխեք, լցրել են մի քանի օր առաջ չկար լցրած, վերջի անգամ Արտաշեսի ծնողականի օրն եմ այս մասերում եղել, լցրած չկար, հիմա լցրել են արդեն, շատ հավես է գնամ, տեսնեմ կգտնեմ ազատ նստարան։ Մի հատ նայեք հրապարակում ինչ կոնստրուկցիա են հավաքել, որ չգիտեմ ինչ ա լինելու, տպավորություն է, որ ֆուդի հետ կապված տոնակատարություն, հա, մթերքների, շատ մարդաշատ է քաղաքը երեխեք, տարիներ առաջի հետ համատած, ահա որ ձևի, տուրիստները որ շատ են, դաժե գլուխդ պտտվում է երբեմն, տեսեք այստեղ կովուկ, գինուկ։ Երեխեք, որոշեցի վերցնել ինձ համար կորեական աղցան և հավիս թեյք, հնարավորինս փորձել եմ այսպես ինչ-որ ոչ այնքան
Երեխեք որոշեցի մի բան ուտել, որովհետև այսքան քայլելուց հետո սովածացա, վերցել եմ կորեական աղցան եւ հավի սթեյք։ Սուրճ վերցրեցի ինձ համար, որ քայլելով գնամ տուն, չձանձրանամ եւ չշոքեմ։ Так что օբրես։ Դեպի տուն։ Դուրս ենք եկել ընտանյոք հանդերձ զբոսանքի։ Գնում ենք սենց կայարանի տարածքում, այսպես ասած։ Չեմ կսվել, ոչ բան չեմ արել։ Մազերս կապել եմ, դուրս եմ եկել, вообще ալարում էի, որ դուրս գայ, բայց խորիկին ասել էի, որ միասին դուրս կգանք, ավելի ճիշտ ինքը առաջարկել էր, ես համաձայնել էի, չուզեցի բան անեմ, դրժեմ խոսքս, սպասում էր խորս։ Իդեպ մեր ջրերը կտրել ավիոլյան, վաղը արեսկոն բալ, վաղը առավոտ մինչև ժամը 7-ը դուրս չենք ունենալու։ Ուրեմ ստեղ սենց փոս կա, այս դավը, կպած այս փոսի եզրով, կարող է սրա համար են ջրերը կտրել, այստեղ գործ էին անում, ինչքան ժամանակ է։ Մտածում եմ կարող է հասել է իր ապոգեին եւ պետք է ինչ-որ ջրանջատում անեին, որպեսզի վերջնական կարգավորումներ տան, բայց սա զուտ վարկած է։ Դավջան կանգնի, այնտեղ մեքենաներ են։ Արդեն կրուգը հետ ենք գալիս, քայլելով։ Բայտակ սիրտս ուզում է սուսիկ են ստուն գնալ։ Բայց վաղը որ հանդիպելու ենք, Սիմինի Սաբրանյա լինելու դա համար ես որ երևի թե չենք գնա։ Այ, մտանք խանութ մի երկու բան արակ, սումկա ծանրացել է, ցած անձեռոցիկ բան։ Ինչ ես ուզում։ Շանս։ Բայց դուք ամբողջ ճանապարհին խելոք չեք, հիմա ինչ շանս ես ուզում ինձ։ Ասում արի պագավարի։ Արի ես կոմ կանգնի պագավարից անենք միջև պապանապցի կայում էտե։ Ուր։ Ինչի։ Բաբա մաման ասում էր խելոք մնացեք, չեք լսում։ Խելոք կմնաք շլեդուրով։ Շլեդուրով։ Մենք արդեն տանն ենք, պապան կլուբնիչկա առավ, չնայած ջուր չունենք, բայց երևի մի 5 լիտր ծախսեցի մանրակրկիտ լվացի հետ Առնովի ջրերից, համովադովս, տեղական կլուբնիկա էր, որոշեցինք առնել փորձել ու մեկ էլ սպասի թադարեք ենք առել, այսօր սպաս կսարքեմ։ Լավ կլուբնիկա է։ Խուտեմ ես քեզ։ Գիշերը ճուտիկներս քնած են, ես այստեղ սպաս սարքեցի, շատ անուշաբույր եւ առանձիներ քյուֆթա եմ սարքելու, դուք գիտեք, ես սպասի մեջ փոքրիկ քյուֆթայի գնդիկներ եմ գցում, գիտեմ որ իշլի քյուֆթայով են սարքում, հաճախ ինձ շտկում են, ասում են Աննա ջան, իշլի քյուֆթայ է, ասում եմ տեղյակ եմ, սա պարզապես իմ սեփական իմպրովիզացիոն տարբերակն է ու շատ համով է ստացվում։ Դա արդեն երբ որ առանձին խաշում եմ, պատրաստ է լինում, նոր լցնում եմ մեջ։ Եղեք ջան, այսօր օրը շաբաթ է, ես դուրս եմ եկել, ժեստում դասի եմ։ Ինձ թվում էր ավելի տաք է եղանակը, բայց չէ, սառնոտ է։ Հիմա տաքսիս կա ու գնամ։ Երեխեք դասս վերջացավ, սպասում եմ տաքսիին, ինձ սիրուն է։ Լավ արևոտ է եղանակը, որ առավոտ եկա, ինձ թվաց անձրև կարա գա, բայց հիմա շատ լավ է։ Տաք, ջերմ, ցիտիկները չիրիկ ույուտ, հիմա տաքսիս կա։ Երեխեք ջան, ես դուրս եմ եկել։ Այսօր իվենթի եմ հրավիրված, գնում եմ մեր մշտական տեղը, որ ընկերուհիներով գնանք միասին, դիմաց տեսնում եմ շուն տիրոջ հետ, առանց վսկապի, ես չեմ հասկանում սա, այս երևույթը ես չեմ հասկանում, իվենթը կարծեմ լինելու է բացօթյա, բայց եղանակը անձրև է խոստանում, ինձ թվում է, այստեղ էլ փողոց հանցնենք, և մեդլայնի մոտ գնամ սպասեմ Արմինեին ամուսնու մեքենայով։ Երեք մտածում էի մազերս կտրեմ, բայց երկարությանը ձեռք չտամ, տենց սիրուն կասկադ կտրեմ, ինչ-որ մի բան։ Ուղղակի տենց լագիչնի, որ մտածում եմ, էդ եկա։ Երեխեք, մենք հասել ենք։ Ողջույն։ Այդ գամ քեզ համբույր մտամ։ Ինչպես ես սիրելիս։ Վաղը ծնունդս է, իսկ այսօր տորտ ենք սարքում, բոլորը ձեր տորտ եք բակից։ Ատես համեստությունը կոմեդ միշտ գնահատել եմ։
ասացին մյուս շուտ հավաքենք։ Երեխեք ջան, այստեղ ինչպես տեսնում եք արդեն նվերներն են դասավորվում։ Ինչպես միշտ Էլենի իվենթին բազմաթիվ են նվերները։ Միշտ այդպես է։ Այս էլ մեր դրախտ գարդենում ենք։ Այսպիսի վիճակ։ Երեխեք ջան, այստեղ սեղանի վրա համովիկություններ են արդեն։ Հա, նկարի։ Մենք բլոգերներս մինչև ուտելը անպայման պետք է նկարենք, դա ոսկե կանոն է։ Չգրվատս։ Հա, գեղեցիկ բաներ են, ինչ ասենք սրանց, բուկլետիկ ասենք, ինչ ասենք, հրավիրատոմս ասենք։ Այստեղ հովանավորների անուններն է, սա պահեմ, որովհետև սա օգնում է, որ տանը էջերը նշելիս ունենաս էլի մոտդ։ Նոր աղցան ևս։ Այս աղցանը միշտ չեմ փորձում, չգիտեմ ինչի ես իր հանդեպ ունեմ հակակրանք, բայց այսօր կփորձեմ։ Եկավ այստեղ գորիաչի ճուտ եւ գորիաչի ֆրի։ Մեզ համար անհատական բետո տորտիկներ են բերել եւ մենք պետքա իրան գունավորենք, սարքենք, կրեմիկները մեզ տվել են, բայց ես գող չեմ ոնց գունավորեցի, կարող էի ավելի սիրում, մերսի շատ, այստեղ դեղին գույն ունեմ, փորձեմ ծաղիկ ստանալ։ Կարող էի ավելի, բայց այս պայմաններում եւ այս պահին ստացվեց այսքանը։ Ես արդեն տանն եմ, այստեղ նվերներն էի հանում, առաջին նվերները, այստեղ էլ կա, այս հյութերն էին, իրենք նաև այսպիսի ապակյա շատ սիրուն հյութի բաժակ են նվիրել, զբոսանքի գնաց սառը սուրճ էլ կխմեմ սիրով սրա մեջ, շատ հավեսն է, եթե իհարկե իմ երեխեքը չջարդեմ, պիտի պահեմ, իրանց հյութերը ինձ շատ ա դուր գալիս, այնպես որ սիրով կխմեմ, հեսա հերթով ձեզ ցույց եմ տալու բոլոր նվերները, մնացեք ինձ հետ։ Երեխեք, հաջորդի նվեր եմ ստացել, այսպիսի հատիկավոր մշակաբույս է, բայց ինձ շատ ա դուր եկել տարան, որովհետև տարայի, այսպես ասած, օգտագործումը կենցաղում, ինձ թվում է շատ հարմար է, չգիտեմ, տնային տեսույններս գիտենք ինչա մշակում, որ ցելոֆանը ճխվում է, չէ, խոր հավես ասենց, կողքից թափվում է, այս դեպքում ասենց հավես մատուցում է, մեծ սիրով կօգտագործեմ անպայման էսել։ Ջան, հաջորդ նվերս ապաչից է։ Հələ տեսեք դունել գալիս է։ Ուրեմն նվիրել են այս բաներից, Արտաշես հետ հաճախ բիրեգուտ գնում եմ։ Հա, ես սա նոր բան այն որ դրաժելել են։ Շոկոլադը եւ այսպես դեղին գույնի։ Հենայք։ Այդտեղ փորձեմ։ Վաֆլի է ու շոկոլադ, շատ համովերից դուր եկավ։ Սրանք կպահենք, քեզ բերեկուսներ կդնենք, դու հիմա էլ կարող եք դնել, չի որ պետք է պահենք, բայց չեմ ուզում։ Այո, սրանք է կդնեմ, այս մեկը դավին կտանք, այս հետ կպահենք պապան կուտի։ Դե էսա գնացեք ափսեով լցնեմ բերեմ, լավ ես։ Հա, համով էր շատ, ինձ էլ դուր եկավ։ Անցնենք առաջ, մենք դեռ էլի ունենք նվերներ, նախ ասեմ, որ այդ տորտիկը, որ այնտեղ մենք ձևավորեցինք, բերել եմ տուն ինձ հետ։ Այդ աղջիկը տենց տորթեր է սարքում մոչին էլ, հա, որ այս տորթը ես եմ ընդե ձևավորել, ճիշտ է տաքսու մեջ խփվեց պատերին, այսինքն սպլաշնոյ բենտո էր ու կրեմներ էր տենց տյուբիկներով, մենք զարդարեցինք, ուղղակի սաղ լղում, դավես այդ սոկերը միանգամից մի խմի, հա, այսպես դոնատներ եմ նաև ստացել, իրանք սառեցված են գալիս Ամերիկայից, այստեղ հետ է գալիս էլի, բայց մեզ արդեն պատրաստի տարբերակն են տվել։ Եթե դեմ չեք, երեխեք, բոլորը այսպես 4 մասի բաժանենք, որ բոլոր համերից փորձենք բոլորս։ Ինչ կասեք։ Ես եմ։ Մի հատ։ Ահա, հիմա ես ես կտեսեմ եւ կկարողանանք ամեն մեկս փորձել։ Այդպես ինձ թվում է ավելի ճիշտ կլինի։ Ինչ կասեք։ Ցախ կասեմ։ Դանացիկներ են։ Մի խոսքով հիմա խորենը սուրճ ա դնում։ Ահա, կարող ես։ Մենք ստենք սրճենք, այսօր սուրճ չեմ շիմ այդ։ Նաև ստացել եմ Baker House-ից այսպիսի համովություն, կարամելնա արախիսովի, սա էլ տրյուֆելային պիրոժնիներ են, բացել ենք, որպեսզի փորձեի նայել Instagram-ի հետևորդների հետ դիտեի, սրանք հացիկներ են, այսպես, մի խոսքով
Այսինքն համով օտով նվերներ եմ այսօր ստացել։ Հիմա ուզում եմ անջատել, հա, իդեպ զարդեր եմ նվեր ստացել։ Եկեք դեռ ցույց տամ Instagram-ում այսօր չեմ կիսվելու զարդով, դա դու չես դրուֆելա բալ։ Ես իրանց անգիր գիտեմ, էլի, այսպիսի գեղեցիկ ապարանջան եմ նվեր ստացել, կարծես, չգիտեմ, շատ բնական մարգարիտներից ես տեսք ուներ, բնական մարգարիտներ են, ես չգիտեմ։ Ուղղակի ես մի անգամ վիդեոյին ա, որ բնական մարգարիտները ես իմ քանի $1000 արժեն, բայց կա ուղղական նաև բնական ուրիշ տիպի բնական, այսինքն տարբեր են դա էլի, չգիտեմ, բայց վիզուալ շատ բնական է, էլի, ուղղակի կադրը չգիտեմ, կփոխանցի, թե ոչ։ Սա ես մի օր կգրեմ ու այդ ժամանակետ հենց թորի կանեմ, սիրելիներս։